Компании «Ташир». Все грани бизнеса. Սպասված բնակարանամուտ երջանկությունից փայլող աչքեր, անօթևանների եւս մեկ խումբ բնակարան ունեցավ։ Ինչ վիճակում են Վանաձորով հոսող գետերը, ինչ ընթացքում են մաքրման աշխատանքները, ավարտվեց Սամվո Մշամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությունը այս եւ ուշագրավ այլ իրադարձությունների մասին հենց հիմա։ Ֆորտունա մարզայինի եթերում մոլորակ լրատվականի գլխավոր թողարկումն է, ես Հերմինե Զարմանյանն եմ, բարև ձեզ։ Սպասված բնակարանամուտ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի վրա կառուցվող բազմաբնակարանն արդեն պատրաստ է, անօթևաններն արդեն ամուր տանիք ունեն։ Վանաձորի քաղաքապետն այսօր հանդիսավորությամբ հանձնեց բանալիները։ Գոհար Մովսիսյանն է կիսել ուրախությունը։ Արմանուշ Պրոշյանը մեկն է այն 12 ընտանիքների անդամներից, ով այսօր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանի կողմից Տիգրան Մեծի 73 հացեի նորակառույց բազմաբնակարան շենքում բնակարանի բանալի ստացավ։ Շատ հուզված եմ, ուղղակի չէի պատկերացնում։ Որսորը կգա։ Երկար սպասումներից հետո ստացանք բնակարանը, ուրախ ենք, որ ստացել ենք։ 25 տարի դռներին եմ եղել, 7 հատ քաղաքապետ եմ փոխել, ես այս քաղաքապետին շնորհակալ եմ, որ ասավ ու իր խոսքի տեր է եղել։ Շենքի ներքին հարդարման աշխատանքներն այս պահին իրականացված են մոտ 70%-ով, վերջնականապես ավարտին կհասցվեն մայիս ամսվա ընթացքում։ Հարդարման աշխատանքները 70-80% վերջացել են, խոսքս վերաբերում է ամբողջությամբ փուլի մասին։ 12 բնակարաններ ավարտված վիճակում են։ Վերջացնենք մինչև մայիս ամիս։ Շենքի ջրամատակարարումը եւ էլեկտրականությունն ապահովված է, իսկ գազիֆիկացման համար անհրաժեշտ է, որ բնակարանների գոնե 60%-ը բնակեցված լինի։ Էլեկտրաֆիկացումը կա, ջրաֆիկացումը կա, գազաֆիկացումն էլ գոնե ժողովրդի 60%-ը պետք է բնակեցված լինի, որ գազաֆիկացում մենք կանենք, թեպետ գազաֆիկացում կանենք, պարզապես այդ ժամանակ գազի նկատմամբ շատ ուշադիր պետք է լինեն, որ հանկարծ մնացած բնակարաններում գազի ծորակը բաց չթողեն եւ պայթուն չառաջացնեն։ Մենք ամեն ինչ կանենք, որ անվտանգությունը պաշտպանվի եւ գազաֆիկացումը լինի։ Եղանակային պայմանները փոքր-ինչ խոչընդոտեցին շենքի վերջնական հարդարման աշխատանքներին։ Վերելակներն արդեն իսկ աշխատում են։ Վերելակն աշխատում է, շքամուտքերը ինչպես տեսակ միայն հարդարման աշխատանքներն է մնացել եւ գաժն է կսված, պարզապես այս վերջի օրերը որ ցրտեց, դա է պատճառը, որ վերջնական ավարտված չի, բայց մի քանի օրվա ընթացքում դա էլ կավարտվի։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետարանի դեմ բողոքող Չատինյանների ընտանիքին, Դարփինյանը նշեց, որ վերջիններիս բնակարանը եւս պատրաստ է։ Այս էլ պարոն Չատինյանի բնակարանն է, որ այդքան դատական նիստեր է հրավիրում ու մեզ էլ կանչում եւ մեղավոր կողմ ճանաչում։ Այդ ինչ իրան հասնում է, այն էլ կառուցված է, այն էլ իրան հանձնվում է, պարզապես ինքը չի գալի բնակարանն ստանալու։ Բնակարանատերերին մնում է միայն լուծել սեփական բնակարանների կահավորման խնդիրը, ինչն արդեն յուրաքանչյուր ընտանիք իրականացնի իր հնարավորությունների սահմաններում։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ 2 ամիս անց Լոռու մարզկենտրոնով հոսող գետերի հուներն արդեն ամբողջությամբ մաքուր կլինեն։ 1 ամիս առաջ մեծ թափով սկսված աշխատանքները շարունակվում են։ Ներկա իրավիճակն ուսումնասիրել է Սարգիս Գոքորյանը։ Տանձուդ եւ Բզովդալ գետերի ափերին գարնանը տրակտորներ են հայտնվում, Վանաձորով հոսող գետերի հունն են մաքրում, բայց ոչ թե ձյան կույտերից, այլ աղբից։ Աղբազերծման աշխատանքների միակ պատասխանատուն այս տարի Մոսմար ընկերությունն է։ Նախատեսված է մաքրել Վանաձոր քաղաքի 4 գետ, այս պահին մաքրվում է Տանձուդ գետը, մաքրվելու է Խաչի ձորի գետը, Փամբակ գետը եւ Բզովդալ գետը։ Ծրագիրը սկսվում է մարտի 1-ից, ծրագրի ավարտը նախատեսված է մայիսի 30-ին։ Մաքրման աշխատանքների համար քաղաքապետարանը դեռ 2 ամիս առաջ էր մրցույթ հայտարարել միակ մասնակիցն ու հաղթողը Մոսմարն էր։ 1 ամիս է գործի են անցել գետերն աղբից վերջնական ազատելու համար եւս 2 ամիս կաշխատեն։ Մրցույթը շահած կազմակերպությունը 3 տեսակի տեխնիկայով է աշխատում։ Առատ աղբի դեմ պայքարում, երբեմն ընկերության տեխնիկան անզոր է լինում։ Ընկերության ղեկավարը աղբի քանակից ավելի է դժգոհում անբարեխիղճ բնակիչներից, որոնց պատճառով իրենց աշխատանքը չի երևում։
Մենք շատ ուրախացանք, բայց մարդիկ կան, որ իրանց վրա չեն զգում։ Զիբիլը լսում են մեջը։ Լոռու մարզ կենտրոնով անցնող գետերի հուները մաքրելու համար Վանաձորի քաղաքապետարանն այս տարի հատկացրել է մոտ 12 միլիոն դրամ։ Սարգիս Գոքորյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Այս պահին միջազգային մեկ լուր կրկին ուկրաինական իրադարձությունների մասին։ Վլադիմիր Պուտինի կողմից Ղրիմի գրավումը լուրջ մարտահրավեր է գոյություն ունեցող համաշխարհային կարգուկանոնին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն The Financial Times-ին տված հարցազրույցում։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում ռուս-ուկրաինական սահմանին, դա Ուկրաինայի խնդիրը չէ, այլ աշխարհաքաղաքական կայունության փլուզման խնդիրն է։ Նրա խոսքով Ռուսաստանի կողմից հետագա ագրեսիան կանխելու համար Արևմուտքը պետք է ոչ միայն ուկրաինական բանակին քնապարկեր ու ուտելիք մատակարարի, այլև ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերի։ Եթե Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառի, ապա Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները անկասկած ինչ-որ վնասներ կկրեն, սակայն ես կոչ եմ անում Արևմուտքին գնալ այդ կորուստներին, որովհետեւ եթե դա տեղի չունենա, մենք ավելի լուրջ խնդիրներ կունենանք, որոնք կպահանջեն ել ավելի արմատական ու լուրջ միջոցառումներ, ընդգծել է Տիմոշենկոն։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին Բատկիվշչինա կուսակցության համագումարը որոշել է նախագահական ընտրություններում առաջադրել Տիմոշենկոյի թեկնածությունը։ Նախորդ շաբաթ անցկացված հարցումներով Տիմոշենկոյի վարկանիշը կազմում է ընդամենը 8.2%։ Վանաձորում ավարտվեց սամբո ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության մեծահասակների առաջնությունը։ Ինչպիսին էր ընթացքը, ինչ է սպասում հաղթողներին, տեսանյութն է պատմում։ Անցկացվեց սամբո ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության մեծահասակների առաջնությունը, պայքարը տեսարժան էր, մարզիկները ջանում էին արդարացնել մարզիչների սպասելիքները, գլխավոր մրցավարի խոսքով մասնակիցները բարձրակարգ մարզիկներ են։ Նյարդերը պրկվել են, եզրափակիչն է, գոտեմարտերը որոշիչ նշանակություն ունեն, ովքեր են դառնալու ի վերջո հանրապետության չեմպիոններ եւ ովքեր են Հայաստանի պատիվը բարձր պահելու եվրոպական մրցագորգի վրա։ 10 քաշային կարգում ուժերը չափեց 80 ըմբիշ հանրապետության տարբեր մարզերից, վանաձորցիները 18-ն էին։ Արդեն Հայաստան հանրապետության հաղթողներ Նաշվեն եւ կպատրաստվեն առաջիկա Եվրոպայի առաջնությանը։ Վանաձորը ունի շատ մեծ տրադիցիաներ, Վանաձորի շատ Եվրոպայի աշխարհի չեմպիոններ կան բազմակի աշխարհի չեմպիոն Գագիկ Ղազարյան, Եվրոպայի աշխարհի չեմպիոն Հովիկ Մանուկյան, բազմաթիվ են, շատ են, Վանաձորի տրադիցիան սամբոյում շատ է։ Վանաձորցի մարզիկները այս մրցաշրջանում լավ հանդես են գալիս։ Եզրափակիչում ունենք 52 կիլոգրամում Վանաձորցի եզրափակիչ գոտեմարտ վարող Տիգրան Կիրակոսյանը, 57 կիլոգրամ քաշային կարգում Արեն Անտոնյանը եւ ունեն մրցանակակիրներ։ Պատվոգրեր, մեդալներ, դրամական պարգևներ, առջևում ռումինական պայքարն է եվրոպական մեդալների համար։ Հեմինե Զարմանյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, կարճատև դադարից հետո հետևեք նաև եղանակի տեսության, այն կներկայացնի Էռնա Անտոնյանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Ցտեսություն։ Հալվում է ձյունը, հալվում են լյուքս մասնագիտացված խանութ-սրահի գները, կանանց միամսյակի արդիվ, գարնանային, նոր, ցածր գներ և անակնկալներ։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը ձեզ առաջարկված տեխնիկան գնեք ինքնարժեքով։ Լյուքս մասնագիտացված խանութ-սրահ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 28։ Բարև ձեզ եղանակի տեսության աջակիցներն են լուսատու մասնագիտացված խանութ-սրահը, ինչպես նաև Lux Computers-ը։ Այժմ ներկայացնեմ կանխատեսումները ապրիլի 2-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի պարզ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը եւ գիշերը եւ ցերեկը կբարձրանա 2-ից 4 աստիճանով, հանրապետության տարածքում հնարավոր է մերկասառույց, բուք եւ ցածր տեսանելիություն, հնարավոր է լինեն դժվար անցանելի ճանապարհներ, գեոմագնիսական դաշտն անկայուն է։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 8 աստիճան ցուրտ, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքների Ստաշիրում սպասվում է գիշերը 4 աստիճան ցուրտ, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը 12 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 5 աստիճան ցուրտ, ցերեկը 3 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 4 աստիճան ցուրտ, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 6 աստիճան ցուրտ, ցերեկը 8 աստիճան տաքություն։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայրաքաղաքում կդիտվի մինչև 12 աստիճան տաքություն։ Անկախ եղանակային կանխատեսումներից ժպտացեք հաճախ, ցտեսություն։